Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումներն ավանդաբար տեղի են ունենում Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական զբոսայգում, որտեղ այսօր առավոտից մարդաշատ էր։ Նախագահ Բակո Սահակյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք ծաղիկներ դրեցին Ստեփան Շահումյանի հուշարձանին, այնուհետև շրջեցին պուրակով, որտեղ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները ներկայացնում էին իրենց նկարչական ունակությունները, ձեռագործ աշխատանքները։ Քաղաքի օրը Ստեփանակերտի եւ նրա բնակիչների տոնն է, ասում է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը նաեւ առիթ է վերարժևորելու հերոսական քաղաքի անցյալը, ներկան։ Ստեփանակերտի աննկուն բնակիչները պատվաբեր ուղի են անցել, հաղթահարելով անասելի դժվարություններ։ Այսօր էլ մենք կերտում ենք մեր քաղաքը, իշխանությունների աջակցությամբ անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք Ստեփանակերտի որպես հանրապետության մայրաքաղաքի առաջընթաց զարգացումը, որովհետեւ ցանկացած այցելուի մոտ առաջին տպավորությունը Ղարաբաղի, Արցախի, նրա ժողովրդի մասին ձևավորում է Ստեփանակերտում եւ մենք փորձում ենք մեր ծրագրերով համատեղ անել ամեն ինչ, որ Ստեփանակերտը լինի ավելի գեղեցիկ, ավելի բարեկարգ, ավելի հրապուրիչ եւ ապրելու եւ աշխատելու համար։ Օգտվելով առիթից մեկ անգամ եւս ուզում եմ շնորհել ձեզ, մեզ բոլորից ցանկանալ առաջին հերթին խաղաղություն մեր սահմաններում, որպեսզի կարողանանք մեր ժողովրդի բարեկեցության հետ կապված ծրագրերը կյանքի կոչենք։ Քաղաքի օրվա առիթով Ստեփանակերտում է նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը։ 2012 թվականին ստորագրված հուշագրով մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, որոնց մի մասը դեռ ընթացքի մեջ է։ Ստորագրված հուշագրի համաձայն կառուցվում է ազատամարտիկների պուրակը, որը կարծես թե 1 տարի հետո կհանձնենք մեր Ստեփանակերտցիներին։ Շնորհավորում եմ նորից տոնը, բոլորին լավ օր եւ լավ տրամադրություն եմ մաղթում։ Ամենուր աշխուժ եռուզեր էր, պուրակի մի հատվածում նաև մարզական միջոցառումներ էին ընթանում։ Քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էր նաև ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառ։ Սիրիայից ներգաղթած Լուսին Ջուլֆայանը, ով ընտանիքով 15 տարի է մշտական բնակություն է հաստատել Մարտունով ազգենաշեն համայնքում, ցուցադրում էր իր ասեղնագործ աշխատանքները։ Ուրախ է, որ այս տարի դպրոցում ձեռագործության ժամեր են հատկացրել։ Ազդոնա արիտով սինեգեք քաղաքապետարանը մեզ սեղաններ հատկացրեց, որ ներկայացնենք մեր աշխատանքները։ Երբեմնի գյուղաքաղաքն այսօր ամբողջովին նոր ու գեղեցիկ տեսք ունի, ասում է Կարլեն Ավետիսյանը, ով արդեն 50 տարի ապրում է հայրենիքից դուրս։ Վերջին անգամ 1993 թվականին է Արցախում եղել, եւ այն ինչ տեսնում է այսօր, հաճելիորեն զարմացնում ու հիացնում է իրեն։ Город стал очень чистый, очень приятный։ Քաղաքը շատ մաքուր ու հաճելի է։ Շատ քաղաքներում եմ եղել, բայց այնինչ տեսնում եմ այստեղ, չեմ տեսել եւ ոչ միտեղ։ Հարգանք կա մեծերի հանդեպ։ Ավտոբուսում քեզ տեղ են զիջում։ Երեխաները շատ խնամված են։ Երեխաների հանդեպ հոգ են տանում թե ծնողները եւ թե պետությունը։ Ստեփանակերտը եղավ փոքր քաղաք, քիչ ժողովուրդով, հիմա զարգացալ է, մեծացալ է, գեղեցկացալ է, ամեն ինչով։ Ինչ ցանկանամ վերհալ հետագայում էլ ավելի մեծանա, էլ ավելի գեղեցկանա, խաղաղություն լինի մեր ժողովրդին։ Բոլորի ցանկությունն է, որպեսզի ավելի գեղեցիկ ու բարգավաճ տեսնեն Արցախի մայրաքաղաքը, իսկ նրա բնակիչներն ապրեն անհոգ ու երջանիկ, խաղաղ երկնքի տակ։ Կուզեմ, որ բարելավի Արցախցու սոցիալական վիճակը, չլինի գործազրկություն, բացվեն նոր աշխատատեղեր, որպեսզի երիտասարդությունը մնա իր հողում եւ ծաղկեցնի Լեռնային Ղարաբաղը։ Այսօր Ստեփանակերտի օրն է եւ ես կուզենամ, որ մեր երկրում հայտնի նկարիչներ ծնվեն եւ մեր երկրին լավ բաներ մատուցեն։ Ես կուզենամ, որ հասակակիցները ծնեն մարդկանց, որոնք խելացի կլինեն եւ պարտաճանաչ։ Այսօր Ստեփանակերտի օրն է, շնորհավորում եմ բոլորին։ Այս ցուցահանդեսը շատ հիանալի է։ Ես այստեղ շատ հիանալի տեսություններ տեսա եւ ուղղակի ցնցված եմ, թե մեր հայերը ինչեր են կարողանում պատրաստել։ Շատ ուրախ եմ, որ սիրում եմ մեր երկիրը, ուզում եմ միշտ գտնվել այստեղ։ Եվ ես մտածում եմ, որ երբ ես էլ մեծանամ, անպայման իմ հայրենիքի համար ինչ-որ բան կանեմ։ Թող միշտ այսպես ժպտա մեր երկիրը եւ մեր ժողովուրդը միշտ լինեն այսպես ուրախ եւ ժպիտը դեմքների չպակասի։ Աստված պահի թող պահպանի մեր սահմանները, ուշ տա մեր զինվորներին, որպեսզի նրանք կարողանան պահպանել մեր սահմանները, որովհետև հենց սահմաններից է կախված մեր դիրքը, մեր խաղաղությունը։ Շնորհավորում եմ բոլորին Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ հայ ժողովրդին խաղաղություն, երջանկություն, որպեսզի երբեք չլսենք
վատ լուրեր սահմաններից եւ որպեսզի Ղարաբաղը միշտ անկախ լինի։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Հայրապետյան, օր